Սիրելիներս, ողջույն, ինչպես եք, ես լավ եմ, չփոփասե, ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, Ալոնա ընկերուհիներ, ես նոր աշխատանքից վերադարձել եմ տուն, սոված, հոգնած, քիչ մշոքած, էլի շոկամ եմ, որ այդ շոկերը չի անցնում, ես այդ շոկերի մասին էլ եմ անդրադառնալու, որտեղ այնքան շատ ինֆորմացիա կա, թե TikTok-ում, թե ընդհանրապես սոցցանցերում վերաբերյալ Եվրոպայի շոկերին եւ կոնդիցիոներին, մի քիչ դրա մասին կզրուցենք։ Հիմա արագ գնում ենք խոհանոց, ես ցույց եմ տալիս այն իմ առևտուրեն, ինչ որ արագ արել եմ մեր խանութից, քանի որ շատերն են գրում ձեր խանութից առևտուր չես անում, ձեր խանութ անում եմ ժողովուրդ, ուղղակի ես փուճուրիկ եմ անում, հիմնականում եթե առևտուր եք անում, գնում ենք կամ Grand-Fré, կամ ինչ են ասում, կամ Carrefour, կամ Lidl, ոնց որ մեծ առևտուրները այնտեղից են կանում, դե մեր խանութում մի քիչ ապրանքները ուրիշ ձևի է, ու այն ապրանքները չի, որ ես մշտական օգտագործում եմ, դրա համար փոքրիկ առևտուր է լինում։ Հա ինչ ես ասում, հիմա գնում ենք առևտուրս ցույց տամ ու հետո կանդրադառնանք թեմաներին ու միասին ուտելիք ենք պատրաստելու այսօրվա մեր տան ուտելիքը։ Գնացինք խոհանոց։ Եկեք արագ ցույց տամ ինչ եմ արել ժողովուրդ, որ դնեմ սառցարան ու սառնարան։ Ուրեմն արել եմ սենց կանաչ սառացրած լոբի, քանի որ անեն սովորական լոբի չկար մեր խանութում, կար ավել շուտ, բայց ահավոր վիճակում էր, այնպես որ էսրանով, տոմատով, սամիթով, սխտորով սենց պատրաստելու ենք։ Այսպիսի պեչեններ եմ արել, չիզկեյք եմ պատրաստեմ ձեզ համար, բաց չթողեք, վիդեոն կլինի ալիքում, սրանք պետք են ինձ չիզկեյքի տակի հատվածի համար, մոցարելա պանիր եմ արել 2 հատ, ուզում եմ արագ խաչապուրի սարքեմ, որ հեսա իրար հետ երևի կպատրաստենք Արմենը, որ գործից գա խաչապուրի կուտի, միջև հիմնական ուտելիքը, մի հատ սմետան եմ արել, սա չիզկեյքի համար է, մի հատ սենց բան եմ արել, ինչ են ասում, Ֆիլադելֆիայի փոխարինով, որտեղ մեր խանութում ընդամենը 2 հատ սենց Ֆիլադելֆիա էր մնացել, սրանք սաղ չիզկեյքի համար է, նախապես ցույց եմ տալիս, ժողովուրդ, եթե ուզում եք միասին պատրաստենք, այս սաղ գնում եք ու սպասում եք իմ վիդեոին։ Եվ իհարկե լիմոնա մեզ պետք գալու չիզկեյքի համար, այնտեղ ձույա մեզ պետք գալու չիզկեյքի համար, կուկուրուզի կրախմալ, մի խոսքով, այսքանը որ ունենա կուկուրուզի կրախմալը, ձուն, այդքանը որ ունենաք, արդեն իմացեք, որ պատրաստ է սրանց հետ։ Գրեչկա եմ արել մեր խանութից, ցավոք թուրքականն է, բայց ուրիշ ընտրություն չունեինք, ռուսական խանութն է շատ հեռու է մեզանից։ Պամիդոր եմ արել, այդքան լավ որակ չուներ բանի լոբու համար, եւ ձմերուկ եմ արել, ժողովուրդ, հեսա իմ կտրոնը։ Եվ ձմերուկ եմ արել, ուրա ձմերուկս հեսա 7.96, բայց ձմերուկը թողել եմ խանութում ծանր էր, այսքանը չի կորոբերեի շոքելա, թողել եմ խանութում, հուսով եմ հետիս աշխատողը չի բերի, մեր կողքի պատիեզն է ապրում, ասեց հետդ կբերեմ, ասեց հետս ես կբերեմ, կզանգեմ քիչնես կվերցնես, ջղայնացա, ասեցի հանգարց չբերես, որտեվ ծանր է, Սամոյին կասեմ, Սամոն կբերի։ Չէ, ասում է, տղատ հոգնած գործից գալու է, մի հատ էլ պետք է գա ձմերուկը տանի, այսպես լավ կոլեկտիվ ունեմ ես։ Ասեցի ձեր չտաս, դրեցի խալաձելնիկ ու ասեցի, որ կտրոն թողեցի, երկրորդ կտրոն տպել հանեցի, տվեցի, տենց են ասում, տպել տվեցի, հա, դրեցի մեջը, ասեցի, որ երբ որ տղաս գա, ոնց որ ձմերուկը վճարված է արդեն։ Հա, ինչ է ուզում ասեի, մի խոսքով ժողովուրդ, հեսա մի հատ ես արագ հիմա հաց եմ ուտում, քանի որ նոր եմ աշխատանքից եկել, չէ, ու հետո կպատրաստենք միասին լոբին, գրեչկա եմ ուզում պատրաստեմ, խաչապուրիները կպատրաստենք, մի փոքր կզրուցենք, իսկ հաջորդ արդեն վլոգ չի լինի, կլինի բաղադրատոմս, կլինի չիզկեյքը, չիզկեյք ես շատ եմ սիրում, առաջ անգամ պատրաստել եմ ռուսական ալիքի համար, շատ համով է լինում, արտակարգ է ստացվում ու շատ հեշտ է պատրաստել իրականում, քանի ժամանակա նանիկը մամա չիզկեյք, հա չէր ստացվում ժողովուրդ պատրաստել, այսօր երեք իրիկուն ասեցի լավ, սպասի ինձ բան պատրաստեմ, որ ձեզ էլ ցույց տամ ու մտքովս անցավ չիզկեյք, դետա Այսօր որ գնացի պանիրները վերցնեմ, աշխատողներն ասում են, դու չիզկեյք ես պատրաստես, ասում եմ լիմոնով, ասում հա, իղոսկով, այսպես հիմա այս արագ հաց եմ ուտում ու վերադառնում եմ դեպի ձեզ։
Ժողովուրդ ջան, ես իմ հացը կերա, ասեցի մի 20 րոպե, պարկեմ, մի փոքր հանգստանամ, նոր սկսեմ իմ վլոգը, իմ խոհանոցային, չգիտեմ միացրած է միկրոֆոնս, հա, վլոգը սկսեմ խոհանոցային, ցույց տալը որն է։ Ժողովուրդ, ես իմ հացը կերա, դմբրեցի, ասեցի սպասի թա մի 20 րոպե պարկեմ, հետո նոր անցնենք գործի եմ, որ ասում է, այն էլ ով կթողի, որ Սերին եմ պարկի, մեկ էլ զանգեց գործընկերուհիս, բա Սերին իջի, առաքիչը արդեն ներքևում է, առաքիչ ասելով ինքը իրանի նկատի ուներ, ձմերուկս բերել էր, ջղայնացա նորից իհարկե վրան, ասում եմ լսի, ես քեզի ասեցի, որ տղաս գործից կգա կվերցնի, բա այդ երեխեն հոգնած, մի հատ էլ պիտի գա խանութից, ախ, չի ասում եմ, պետք է ավտոյով գար, կանգներ վերցներ, դուրս գար, չէ, ասում եմ, պետք չի իրան տանջես, ես մեկա գալիս էի, ծանր, այդ շոքին, ճիշտ է, մեծ ձմերուկ չի, կտոր եմ վերցրել, բայց այդ կտորը համարյա ինչքան ասեմ, երևի 6 կիլո կլիներ, ես էլ նեղություն չեմ սիրում տալ, որ ճիշտն ասեմ, մի խոսքով արդեն բերել էր, հետ չէի ուղարկելու, հետա իչա վերցրեցի եկա, ասեցի լավ մի 10 րոպե էլ պարկեմ, հետա մի 10 րոպե պարկա ու եկա միացա ձեզ, ժողովուրդ հիմա պանիրը ես կտյորկայեմ, չգիտեմ մի հատը կտյորկայեմ թե երկու հատը ընթացքում կերևա, բայց սկսեմ մի հատից ու սլայոնի խմորները գիտեք, վերցնում եմ միշտ Grand Frais-ից, շատ եմ հավանում, Lidl-ին էլ մեկ որ նեղն եմ ընկնում կամ մեր խանութից, բայց հիմնականում Grand Frais-ը շատ եմ հավանում, էսի է Grand Frais-ը, ժողովուրդ, եթե ապրում եք մոտակայքում ունեք Grand Frais, ապա համեցեք։ Ահա, հիմա իրանք մի քիչ սառույց էին, որովհետև ես դրել էի խոլոտ, բայց մեզ մոտ այնպիսի շոքեր է, որ սա հեսա մի վարկյանում կդառնա հալած սլայոնի խմոր։ Սուպերից հանեմ, երկու հատը կհանեմ, երրորդը դեռ չեմ հանում, ինչու չեմ հանում, որ հասցնի հալվի, թղթերը դնենք այս կողմում, թող մեզ չխանգարի այստեղ, այ ժողովուրդ, ուզում եք գիտեք ինչից խոսալ, այստեղի շոքից, անոմալ շոքից կարելի ասել, որտեղ իրոք անոմալ շոքեր էր, մենակ այստեղ չէ, մենակ Ֆրանսիայում չէ, Եվրոպայի մի որոշ երկրներում, ինչպես օրինակ Գերմանիա, եթե չեմ սխալվում Իսպանիայում էլ որոշ հատվածներում եւ իհարկե Ֆրանսիա։ Շատ հիմնականում TikTok-ներում TikTok-ում եմ տեսնում այդպիսի արտահայտություններ, որ այս ինչ է այս Եվրոպան նույնիսկ կոնդիցիոներ չունի։ Օթորակիչ, հա, տենց են ասում, բան, գիտեք մենակ դու գիտեք ճիշտ հայերեն տարբերակը, հա, շատ ես ինչ երկիր է, ով ատեսե Եվրոպայում տներում կոնդիցիոներ չլինի, ժողովուրդ, հեսա բացատրեմ, Եվրոպայի մասելով, ես կխոսամ կոնկրետ Ֆրանսիայի ու Գերմանիայի մասին, քանի որ տեղեկաց ապրում եմ Ֆրանսիայում, մի քիչ տեղեկություն ունեմ Գերմանիայի մասին այստեղ գոյություն ունեն սոցիալական տներ ժողովուրդ, այսինքն այդ տները ապրում են, ինչքան ասեմ, Ֆրանսիայի երևի թե 70%-ը բնակչության ապրում են սոցիալական տներում, կապ չունի ազգությունը, կլինի բնիկ, էթնիկ ֆրանսիացի, ում ծնողները նույնիսկ միգուցե ահագին ժառանգություն վերջում թողնեն իրան, հա, միգուցե եւ ինքու չգիտեմ, մի խոսքով կլինի փախստական, կլինի ուղակի եկած աշխատող ինչ որ մեկը, դա կապ չունի, ուզում եմ ասեմ, ստատուսի հետ։ Այնպես չլինի, որ ասեք, հա սոցիալական տներում ապրում են աղքատ մարդիկ, որովհետև գիտեն, որ տենց ինչ որ մի հիմար արտահայտություն կլինի, ապա միգուցե դա չիմանալուց է գալիս, հա, այսպես ասեմ։ Սոցիալական տները այստեղ բավականին շատ են ու այնքան մարդիկ են դիմում, որ նույնիսկ չի հերիքում բոլորի, այսպես ասեմ։ Մարդիկ տարիներով հերթի մեջ սպասում են իրենց բնակարանին։ Հիմա սոցիալական տներում դու ոչինչ չես կարող անել, ոչ պատ ծակել, ոչ պատ քանդել, ոչ կոնդիցիոներ տեղադրել, հա, այսպես ասեմ։
Այսինքն քեզ այդ բնակարանը տրվում է, որպեսզի դու ապրես, եթե մի օր որոշես այդ բնակարանը հանձնես, ու դա կլինի օրինակ իրանք կարող են քո ձեռքից այդ բնակարանը վերցնել միայն մի դեպքում, եթե քո ռեսուրսը ահավոր, ասենց շատ բարձր է ու դու այդ բնակարանի կարիքը չունես կամ դու բնակարան ես առել, բայց ուզում ես այս բնակարանն էլ տվյալ սոցիալական պահես, դրա իրավունքը չունես, մեկ էլ եթե իհարկե տան վարձը չես վճարում ամսեկան, մի քանի ամիս հետո, եթե չվճարես մի քանի ամիս շարունակ դատի կտան քեզ, հետո դատից հետո եթե ինչ-որ որոշում կայացես, մի խոսքով, մենակ այդ դեպքում իրանք կարող են ձեզ այդ բնակարանից հանել։ Ուրիշ դեպքերում մարդիկ մինչև իրանց խործերություն, թոշակի անցնել, ապրում են սոցիալական տներում, եւ այդպիսի տներում, ինչպես ասեցի, թույլ չի տրվում անել ինչ-որ մի աշխատանքներ, քանի որ եթե դու վաղը մյուս օր հանձնես այդ բնակարանը պետք է նման լինի այն մյուս բնակարան, այսինքն չպետք է տարբերվի մեկը մյուսից։ Այսպես, դրա իսկ պատճառով այդպիսի բնակարաններում, սոցիալական տներում գոյություն չունի կոնդիցիոներ կոչվածը։ Եկեք կոնդիցիոներ ասեմ, որտեղ մի քիչ իմ համար բանա օթորակիչ ասելը, մի քիչ ավելի ինձ լեզուս կոտրվում է, ճիշտ է, մեր հայոց լեզուն ոնց էին ասում, հայոց լեզուն մի խոսքով, եկեք գիտունիկ չխաղամ ստեղ, մի խոսքով մի քիչ դժվար է, հա? Այդ բառերը մի քիչ հաճախ օգտագործելը, որպեսզի չասեմ օթորակիչ, ասում եմ կոնդիցիոներ, հասկացաք ինձ, մեկ վայրկյան ձեռքերս լվանամ։ Դրա իսկ պատճառով այդպիսի բնակարաններում գոյություն չունի կոնդիցիոներ։ Իսկ եթե տունը քոնն է, բնակարանը քոնն է, ապա ինքնուրույն ես որոշում կոնդիցիոներ դնես, թե ոչ, դա քեզ ոչ մեկ չի արգելի։ Իհարկե, եթե վնաս չես տալիս քո հարևանին կամ չգիտեմ ինչ-որ մի տարբեր կանոններ կան, որոնք պահպանվում են այս երկրում, ինչ-որտեղ ճիշտ են, որովհետև ներող եղեք իհարկե, բայց Հայաստան երբ որ գալիս ես, նայում ես բալկոնի վրա բալկոն է սարքած, բալկոնի վրա տուն է սարքած, այդ շենքին նայում ես, շենքի տեսքը ընդհանրապես չի երևում։ Հա, հասկանում եմ, շատերս մեծ ընտանիք ունենք, ուզում ենք ավելի մեծացնենք, բալկոնը փակենք, սենյակ սարքենք, ես հասկանում եմ դա, բայց դրա հետ մեկտեղ արտաքին տեսքը շատ է տգեղանում, հա, երբ որ այդ ձև է լինում։ Դրա համար այստեղ Եվրոպայում կոնկրետ արտաքին տեսքին շատ մեծ նշանակություն են տալի, բալկոնները միանման պետք է լինեն, պատուհանները միանման պետք է լինեն, շատ վաղ օրինակի համար նույնիսկ եթե ինչ-որ բալկոնից բաներ է երևում ու այդ շենքը ճանապարհին է, ոնց որ կարող են գալ եւ ասել, այս ինչ բանը հեռացրու, նույնիսկ եթե քո տունն է, որովհետեւ արտաքին տեսքը փչացնում է, եթե արտահայտիչ է ինչ-որ երևում, հա։ Դրա իսկ պատճառով ինչ եմ ուզում ասել, եթե քո սեփական տունն է, դու իրավունք ունես քո կոնդիցիոները դնես եւ վայելես։ Իսկ սոցիալական տներում բարձա չկա։ Սոցիալական տներում դրվում է մեր կոնդիցիոներից, որը մենք ունենք, ժողովուրդ, որը բազմիցս ցույց եմ տվել, մեր տունը, այո, սոցիալական տուն է, երբ որ մենք նոր մեր աշխատելու եւ ապրելու իրավունքը ստացանք, մեզ տրամադրեցին մի քանի տարբերակ, մենք ընտրեցինք այս տարբերակը, մենք ապրում ենք դիմացի շենքը, մինչ թղթերը ստանալը, դա այդ տունը մեզ տրամադրել էր պրեֆեկտուրան, եւ երբ որ մենք ստացանք մեր աշխատելու եւ ապրելու իրավունքը, մենք արդեն այն որ ասում եմ վճարու ունակ էինք եւ մենք ունեինք մի քանի տարբերակ, մենք ընտրեցինք այս տարբերակը, ես շատ հավանեցի նախ որովհետեւ մեծ բալկոն ունենք, երկրորդը որովհետեւ իմ աշխատանքին շատ մոտիկ է, դպրոցը այս հետևը Ալյոնայի դպրոցն էր, դիմացը երեխեքի քոլեջներ, այսինքն հելնում էին ու 2 րոպեում ամեն մեկը իրանց դպրոցներն էին մտնում ու ես 5 րոպեում իմ աշխատանքի տեղը, դրանց պատճառով ընտրեցինք հենց այս տարածքը, ճիշտ է, մենք շատ փոփոխություններ ենք արել այս տան վրա, երևի թե ցույց եմ տվել բազմիցս, բայց նորից եմ ասում, զալի ձևափոխություն ենք արել, պատ ենք քանդել, պատ ենք շարել, կոնդիցիոները, որ դրված է
այդ տեսակ կոնդիցիոներները պետք է ասեն շլանգով դեպի պատուհանից դուրս արվի, քանի որ պատը ծակել չի կարելի, բայց մեր Արմենը ծակել է այդ պատը։ Իհարկե, եթե մենք օրերից մի օր հանձնենք այս բնակարանը եւ դուրս գանք, այդ պատը պետք է մենք ինքնուրույն սարքենք մինչեւ հանձնելս։ Այս քանդած պատը պետք է, որ ասում եմ, շարենք տեղը դնենք, այն շարած պատը պետք է քանդենք, բացենք։ Ճիշտ է, այս պատերի առումով որ ասում եմ, եթե կուզենաք, հետո ռոմ տուրի նման մի հատ վիդեո կնկարեմ, գրեք կոմենտարիաներում, եթե կուզեք, թե ոչ։ Այդ պատերի առումով, երբ որ մեզ բանալին հանձնեցին, ժողովուրդ, ես ասեցի այդ կնոջը, որ ուզում եմ այսպիսի բան անեմ, այդ կինն ասեց, որ ես տեսնում եմ, որ դուք շատ լավ մտահաղացում եք ուզում անեք եւ ես ձեզ թույլ եմ տալիս, տունը ամբողջովին մենք վերանորոգել ենք, թե հատակը, թե պատերը, մեբելը սաղ մերն է, ոչինչ դրված չի ուրիշից, հա, մնացած չի ուրիշից, լրիվ մաքուր տունը մեզ հանձնել են, ռեմոնտ արած, իրանց պետական ռեմոնտը, տենց ասեմ, մենք արդեն մեր ռեմոնտն ենք արել, որը մեր վրա շատ թանկ է նստել, ասեմ իմանաք, եւ եթե հիմիկվա խելքս լիներ այն ժամանակ, հավատացեք, ես այդքան գումար չէի ծախսի պետական բնակարանի վրա, մի հատ ձու բերեմ գամ։ Մի հատ ձու գցենք մեջը, ավելի շուտ երևի թե դեղնոցը պահեմ, սպիտակուցը կգցեմ։ Հա, ինչ է ուզում ասել, այդ պատերի քանդելու պահը, ոնց որ մենք ստացել ենք իրավունք, բանավոր իրավունք, ոչ թե գրավոր։ Եկեք դեղնոցը ստեղ դնեմ, հետո կորոշենք ինչ ենք անում։ Եվ իհարկե մենք պատերը քանդինք, բացինք, պատճառն էր, որ զալի մեջ կլադովկա էր, մեզ այդ կլադովկան պետք չէր, եւ մեզ ավել սենյակ էր պետք, դրա իսկ պատճառով մենք ոնց որ այնպես արեցինք, որ ավել սենյակ ունենանք, որովհետեւ առաջ երբ որ այս տունը նոր ենք, ճղվավ, երբ որ նոր ենք ստացել, լավ, կարելի է խառնել ճղվավ, նոր ենք ստացել, սկիսուր եւ սկեսրայերս մեզ հետ էին, եւ դրա պատճառով մեզ ավել սենյակ էր պետք, ես չեմ սիրում, որ զալում ինչ որ մեկը քնում է, ոնց որ արդեն տան մյուս անդամները հանգիստ ու ազատ չեն լինում, առավոտը արթնանան, ասենք օրինակի համար, մի խոսքով հասկանում եք։ Դրա պատճառով որոշեցինք սենյակ սարքենք, զալը փակեցինք մի որոշ հատված, սենյակ սարքեցինք այդտեղ Սամվելն է քնում մինչև առայսօր եւ 3 հատ սպալնյա ունեինք, սպալնյաներից մեկում քնում էին աղջիկները, մյուսում քնում էին Արմենի ծնողները, իսկ մյուսում ես ու Արմենը։ Հիմա արդեն աղջիկները առանձին են քնում, Սամոնն էլ իր սենյակում։ Ինչ եմ ուզում ասեմ, ոնց որ այդ էր գլխավոր նպատակը, իհարկե բանալի հանձնողին չէինք ասել, որովհետև ծնողները իրավունք չունեին մեզ հետ ապրել, այս բնակարանը մենակ մեզ համար էր։ Այսպես, մեկ վայրկյան մի հատ գնամ ես, ինչ են ասում, վենտիլատոր բերեմ, որովհետև էփա ես այստեղ ու գամ։ Ժողովուրդ, որ մի քիչ հով գա, որովհետև թե չէ խեղտոցա, կոնդիցիոները չի հասցնում ամբողջ տունը սառացնի, հովացնի։ Խոհանոցում սաղ պատուան, սաղ փագա, մի խոսքով, այսպես, դրա իսկ պատճառով, որ ասում են Եվրոպան, այս ինչա, այս կողմ են կողմ, ուզում էի պարզապես բացատրեի, որ Եվրոպան այստեղ կապ չունի, պարզապես գոյություն ունի սոցիալական տներ, որի մեջ այո կոնդիցիոներ չկա, այդ ով ասել, որ մեր Հայաստանի պետական տներում, որոնք որ օրինակ ժամանակին հանձնվել է, մարդկանց եղել է կոնդիցիոներ մեջը, ոչ, հետո ընթացքում մարդիկ ամեն մեկը իր կոնդիցիոները դրել է, այնպես որ պետք չի տենց բաներ խոսալ, Եվրոպան շատ դրական կողմեր ունի, հատկապես Ֆրանսիան իր օրենքներով, իր կանոններով, մարդկանց իրավունքներով, հա, այնպես որ ասում է, որ գրում են, վա, Եվրոպայի ժողովուրդը, վայ, այսպես, այնպես, հա, հասկանում եմ, բան չունեմ ասելու։ Այսօր մի հատ տատիկ էր եկել ծերանոցի, մեր դիմացը ծերանոց կա, գալիս էր իր առևտուրաններ, էդի ուրիշ տեսակ ծերանոցա, որտեղից իրան կարող են դուրս գալ, ամեն մեկ իր խոհանոցն ունի, հա, եւ այդ շոքերի ժամանակ տատիկը բողոքում ասում է, չէի կարողանում դուրս գայի, թույլ չէին տալիս բժիշկները, ասում էին չի կարելի դուրս գալ, այս կողմ են կողմ, ասում եմ դե նորմալ է որ դուրս գայիք, վատանայիք դրսում, բա ասում է ես ինչ ուտեմ, ոնց անեմ, բայց իրականում ներքևում իրանց սնունդ տալիս են, տեսեք ինքը արդեն
ոնց որ ուզում է իր կոմֆորտը լիարժեք ունենա, բայց չի ուզում ոնց որ չի գիտակցում, որ կարող է այդ շոկից ինքը վատանա։ Ասում եմ, դե ոչինչ, հիմա ինչ որ ձեզ այդ րոպեին տալիս էին ոնց որ ընդհանուր խոհանոցում, դա ուտեիք։ Ոնց որ ամեն ձև, ամեն դեպքում մարդկանց տեր են կանգնում, չգիտեմ, ճիշտ է, շատ ահավոր շոկեր է ու իրականում Եվրոպայում երբեք այդպիսի շոկ երբեք չէ, եղել է, բայց այնպես չի, որ ամեն տարի սենց ահավոր շոկ է եղել։ Մենք արդեն 15 տարի այստեղ ենք ապրում ու ես չեմ հիշում, որ վենտիլատորը մեզ չփրկեր։ Բայց ցավոք հիմա այդպես է, չգիտեմ, միգուցե արդեն այսպես էլ շարունակվի։ Սա մեր սնի խմորը դարձրեցի եռանկյունի, քառակուսին սարքում եմ եռանկյուն։ Այսպես ժողովուրդ, էս էլ էսպես։ Հիմա գիտեք ինչ է ուզում հարցնել, հələ մի հատ գրում եք ինձ կոմենտարյաններում, կապ չունի որ երկրից եք նայում։ Գրեք մի հատ իմանամ, ամառային արձակուրդներին դուք ուր եք գնում։ Որոշել եք, թե դուք ուր եք գնում։ Ինչ որ մի ռեզերվացիա, բրոնյա, ոնց են ասում, ամրագրում, արել եք, թե ոչ։ Արդյոք դուք նախորոք եք անում այդ ամենը, թե մեզ նման թողում եք վերջի օրերին ու ամսին, որովհետև մենք էլ ենք սենց արդեն փնտրտուքների մեջ ենք, քանի որ մեր արձակուրդը օգոստոսին է, մենք արդեն փնտրտուքների եւ որոշումների մեջ ենք, թե ինչ ենք անելու։ Իհարկե Սամոն ու Էլենը մեզ հետ չեն, որովհետև իրանք վերցրել են 1 շաբաթով արձակուրդ, արդեն իրանք վերցրել են իրանց արձակուրդ գնալու վայրը։ Հետո 1 շաբաթ էլ Սամոյի ընկերներն են էլի առանձին արձակուրդ վերցրել ու իրանց վերսած տեղից շատ հեռու չի, գնալու են 1 շաբաթ էլ այդպես անցկացնեն, մի խոսքով Սամոն ու Էլենչոն մեզ հետ չեն։ Եթե մոտիկ տեղ վերցնենք իրանց, միգուցե գնան գան, բայց ես որ ճիշտն ասեմ, այդ կողմի վրա այս տարի այդքան էլ չեմ ուզում, որովհետև շատ են գնաց այդ կողմի վրա, կուզեմ ինչ-որ մի փոփոխություն անկեղծ ասած, չնայած այդ տեղը շատ եմ սիրում, ու ժամանակին ասում եմ թոշակի տեղ ենք գնալու, այդտեղ ենք ծերանալու, բայց այս տարի չեմ ուզում, այսպես, ինչ ուզում ասել, Նանիկը իր ընկերուհիներով գնացել էին ծով 1 շաբաթով հետ են վերադարձել, Ալոնան հեսա գնում է ընկերուհու մամայի եւ տատիկի հետ, զանգեցին խնդրեցին, որ Ալոնային էլ իրենց հետ տանեն, քանի որ իրանց աղջիկը հաճախ է լինում մեր տանը եւ մենք էլ մեզ հետ ուր որ գնում ենք, եթե ինչ-որ տեղ են գնում, մեզ հետ տանում ենք, մաման զանգեց, խնդրեց, ասում է, թե իհարկե դեմ չեք, Ալոնան մեզ հետ գա, մեզ շատ հաճելի կլինի, քանի որ այսպես այնպես, իրանք իտալացիներ են։ Ասեցի, այո, խնդիր չկա, եթե Ալոնան կուզենա գա, մենք դեմ չենք, ճիշտ է, մի քիչ անհանգիստ եմ, ոչ մի անգամ ուրիշի հետ արձակուրդն Ալոնային չեմ ուղարկել, բայց մենք այն տեսակ ծնողներն ենք, որ չենք խեղդում մեր երեխաներին, ճիշտն ասած, իհարկե, եթե վստահում ենք տվյալ անձնավորության ում հետ որ պետք է գնան, թույլ ենք տալիս, թող այն որ ասում է բայել են, հա։ Այնտեղ մնում ենք ով, այնտեղ մնում ենք ես ու Արմենը։ Ու հիմա մտածում ենք, եթե իհարկե մոտիկ տեղ վերցրեցինք այստեղից ոչ շատ հեռու, ապա աղջիկները մեզ հետ կգան, եթե մեքենայով գնացինք, այսպես ասեմ, ապա աղջիկները մեզ հետ կգան ու ուզենք թե չուզենք փիսիկները, չնայած Արմենը դեմ է, ահա որ դեմ է, որ փիսիկներին մեր հետ տանենք։ Ոչ, ասում է, եթե փիսոներին պիտի տանենք, ուրեմն արձակուրդ չեն գնում։ Ասում եմ, չի լինի այդպես։ Տանենք, ասում է, հատուկ տեղ կա պահելու, կոչվում է SPA, ասում է, տանենք SPA, թող պահեն, մինչև մենք կգանք, ես դեմ եմ, ես չեմ կարա, որտեվ իմ համար իմ փիսիկները իմ երեխաների պես մի բան են, ու եթե ես չեմ իրանց տեր կայնում, կամ մերոնք, մեր երեխեքը, կամ մաքսիմում Նելիին գնագա ուտելիք տա, եղել է տենց բան, ապա ոչ, ուրիշի մոտ չեմ թողնի ես իմ փիսիկներին, Արմենին ասեցի ոչ, այդ տարբերակը չի անցնում, մոռացի SPA-ի, չնայած երեխեքներ չեն համաձայնվի, Նանիկը հաստատ չի համաձայնվի։ Այսպես, հիմա մտածմունքի մեջ ենք, մի պահ, որ անկեղծ ասեմ, նույնիսկ ուզում ենք Եգիպտոս գնայինք, արդեն հյուրանոցն էինք ընտրել, ինչը սամալյոտի տոմսով, բանով սաղ մեջը, ոնց որ պետք է գային մեզ այրոպորտից դիմավորեին ու տանեին հյուրանոց, բայց ոնց որ թե Արմենը հետ է փոշմանել, ասում է երևի թե չէ,
Հիմա չգիտեմ, մի քանի օր հյուրանոցներ էինք նայում YouTube-ով, Եգիպտոսն էինք ուսումնասիրում։ Ահա, սկսան մաման ու պապան նայել են վայրը, որտեղ ուզում են էթան նանիքն ասում։ Բայց երևի թե Եգիպտոսը այս տարի չի ստացվի, ինձ թվում է, հետո չէինք ուզում մենակ գնայինք, եթե գնանք ուզում ենք աղջիկներին էլ տանենք, բայց Եգիպտոս փիսո չենք կարա տանենք։ Ինքնստինքյան երևի թե Եգիպտոսը կմնա, ոնց որ մի քիչ վատ ենք մեզ գում հայ ծնողներս ոնց ենք, վայ, մենք գնանք, բայ երեխեքը։ Չնայած երեխեքը իրանց արձակուրդը ունենում են, տեսնում եք։ Եկեք ես դուխովկան միացնեմ։ Ահա։ Որպեսի համ խոսամ, համ արդեն բաները դնեմ, չեն ասում, սլայոնի խմորները։ Այսօր մեզ մոտ հոսանքները անջատեցին, ինձ թված խանութից է խնդիրը, որտեղ հոսանքներն անջատվավ, սիգնալիզացիան միացավ, ես խառնվեցի իրար, զանգում եմ տնօրենին, ասում եմ ստեղ ես, ասում է չէ գնացել եմ, ես լրիվ մենակ էի խանութում, ասեցի ինչ անեմ, հոսանքները գնացել է, սիգնալիզացիան միացել է, մի խոսքով հետո հոսանքները եկավ, սիգնալիզացիան անջատվեց, լավ էր, շատ բան չեղավ, հետո եկա տուն տեսնեմ այս դուխովկայի ժամացույցը եւ միկրոնդի, հա, միկրովալնովկայի ժամացույցը ժամերը սխալ է ցույց տալի, դեից հասկացա, որ տանն էլ է անջատվել, ասում եմ Ալոնա, տան լույսերն անջատվել, ասում է հա։ Հիմա մեջս վախ է մտել։ Ասում եմ հուսով եմ մեզ ոնց որ թե նույն շաբաթ էլի ուժեղ շոկեր են սպասվում։ Ասում եմ հուսով եմ նորից բան չի լինի։ Ուժեղ շոկեր ու հանգարց ու պատկերացնում եք հոսանքներն անջատվի։ Մենք կեպ ենք ժողովուրդ, բանն եմ մանգալի։ Մենք կեպ ենք, պատկերացնում եք առանց կոնդիցիոներ ու առանց վենտիլատոր, այդ ժամանակ երևի թե արդեն գործի չենք էթա, կնստենք ավտոն ու կեթանք ծով, կքնենք այնտեղ, ուրիշ տարբերակ չկա, որովհետև եթե շոկ եղավ, տանը մնալ չի լինի, էդի հաստատ, ես իմ աշխատանքի տեղը լավ հով եմ, բայց Մետենայ հոր շուտվանից չեմ բացես կաթը, հա, չեմ հասկամ, չէ, ոնց որ թե այդքան էլ հաջող չէր, հələ մեկ վարկյան, քանի որ հիմա շոկ հա, նույն սառնարանը այդքան չի սառացնում, կհավատակ, եկեք ես թազա կաթ բացեմ, որ ասում է սիրտս դող չլինի, ասի թափենք էդ հա, մի տեսակեր ճիշտ էլ արեցի, որ թափեցի։ Այսպես, հիմա այս խաչապուրիները սարքեմ, որ Արմենը կգա սոված կուտի, ինչ է ուզում ասեի, հետո իհարկե կսարքեմ կանաչ լոբին, գրեչկա, թեթե, որտև շոկ է, այս քանի վաղտա մենք իրիկունը մենակ բան ենք ուտում, վարունգ ու մածուն։ Սամոներ նորելենին ասում այսի Հովանիսյանների ավանդական բլյուդանա, շոկ ժամանակ։ Ասի լավ, Սամուր տղա, ուրեմն տենց, հա, Հովանիսյանների ավանդական բլյուդանա։ Սենց, ուրիշ ինչ է ուզում ձեզ հետ խոսել, ուրիշ տենց հատուկ թեմա չունեմ խոսելու, մեկ էլ նորից եմ ուզում հիշեցնեմ, ժողովուրդ, որ համերգ կա, գալա համերգն է, Պարի դպրոցի, հայկական, մեր երեխաների, եթե այստեղ եք ապրում, ապա եկեք, մասնակցեք, համ ձեզ հաճելի կլինի, մթնոլորտը կփոխվի, համ իհարկե երեխաներին դրանով կաջակցեք, ոգևորեք, ոգեշնչեք, որպեսզի մեծ բավականություն ստանան, բացի նրանց որ պարեն, այ տեսնեն ինչքան մարդ է եկել իրենց դիտելու, գիտեմ որ հյուրեր են լինելու թե Հայաստանից, թե Փարիզից, այդքան փակագծերը չկա բացված, չեմ տեղեկություն չունեմ, բայց Արմինեի ասելով որ շատ հավես համերգ է սպասվելու մեզ, այնպես որ մենք էլ ենք գնում 5-ով, Ալոնան չի ուզում, Ալոնան շատ մարդաշատ տեղեր չի սիրում, ինքը մի քիչ sense փակ ու ամաչկոտ է, չգիտեմ, հուսով եմ, որ կփոխվի, նանիկ ասում է, հələ որ բանն է, են տարիքն է, որ հələ, ոնց են ասում, переходный возраст մի խոսքով,
Այսպես, հիմա սա դնենք այստեղ թող մի քիչ դուխովկեն տականա, հետո կուղարկենք, ինքը տակը արդեն որ թղթիկներն ունի, այլ կարիքը չկա։ Շատ շնորհակալություն ժողովուրդ, որ գրում եք, չեք զլանում, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, մենք օրորի աճում ենք ու մյուս ամիս մենք դառնում ենք 1 տարեկան, մենք դառնում ենք 1 տարեկան ու ինձ թվում է 7000 բաժանորդով կմտնենք 1 տարեկանի մեջ։ Երևի թե 1 տարեկանի ժամանակ ես լայվ կանեմ, բոլորից հետ շնորհակալություն իհարկե կհայտնեմ եւ մի քիչ կզրուցենք, Արմենն եկավ գնամ բացեմ։ Ահա ժողովուրդ Արմենին հաց դրեցի կերավ, մի հատ էլ խաչապուրի վրայից հիմա ուտում է, թանը խմում է, էսի մեր խաչապուրին, մի քանի հատն էլ լինում է, հիմա կգա Սամոն էլ կուտի իհարկե, Իրիկունն էլ արդեն կուտենք այն ինչ որ կպատրաստեմ լոբով, հիմա ձմերուկը կտրեմ, սուրճը դրել եմ արդեն, մի հատ Արմենի հետ սուրճ կխմենք, մի քանի թեմա կշոշափենք, թեման որն է մեր առօրյան ենք շոշափում, միշտ որ ինքը գալիս է գործից, ես եմ պատմում այն ինչ որ կատարվել է մեր գործի տեղը, ինքն է պատմում այն ինչ որ կատարվել է իրանց գործի տեղը, ընդհանուր երեխեքի մասին ենք խոսում, ես կոմենտում, ոնց որ ինֆորմացիան մեկս մյուսով փոխանակվում ենք, հիմա էդի այդ ժամն է, կոֆե խմելու, ինֆորմացիան փոխանակելու ժամն է, ու հետո արդեն միասին երևի լոբին է կպատրաստենք ու այդքանով այսօր ես կավարտեմ։ Հեսա ձմերուկը ցույց տամ ինչքան մեծ էր, իմ գործընկերուհին չի զլացել բերել է, հեսա պետք է այսօր մեղրով տորտ սարքեմ, Արմենի խոստացել եմ։ Անպայման մեղրով տորտ կկտրեմ եւ դասընկերուս գործընկերուս կտանեմ որպես շնորհակալություն։ Ահա, նայեք ժողովուրդ, ինքը կարող է թվալ հերվից, որ մեծ չի, բայց ինքը ահա որ ծանր է։ Ես աշխատողին ասացի, որ հենց կտրես լավ կտոր ձմերուկ լինի, իմ համար այդ կտորը պահի։ Իրա բոյին ձմերուկ է ինձ համար բերել։ Բարիս բունի մասով իրա բոյին։ Ահա, ինքը լավ մեծ է, որ պատկերացնեք, ինչքան ասեմ, կես մետր ձմերուկ է, 10, 20, 30, 40, կես մետրից մի քիչ քիչ, լավ, խապեցի։ Չեմ գտնում մեր դանակը, դանակը ստե դրած, ես դանակ եմ մանգալի ժողով, սա գցեմ էդ հա, որտև սաղ ջրերը լծվել է մեջը, տախ-տակ, մեր տախ-տակը լրիվ չեմ կտրի, ամբողջի չեն կտրի, մի փոքր հատված կկտրեմ, ես մաս երևի հիմա շոտ համով է, ով գիտի, շատ համով ձմերուկ է, այսքան կկտրեմ հիմա մեզ, սա հեսա ֆիլմով կփակենք, խաչապուրիները երկրորդ մասն էլ եղավ, սա հեսա ֆիլմով փակեմ, մի հատ գնեմ սառնարան, սենց կտրած ձմերուկ ես շատ եմ սիրում առնել, այստեղ չեն կտրում, ոնց որ Հայաստանում օրինակ, որ մեծ ընտրեք, կտրել տակ, նոր գնեք, եթե չկտրած ձմերուկ արեք, ուրեմն պատրաստեղեք, որ կարող է տանեք տուն ու լինի բայ մամա ջան։ Դրա իսկ պատճառով գերադասում եմ սենց կտրածը վերցնեմ, նախ գիտեմ ինչ տեսք ունի ներսից, համ էլ հոտն եմ զգում, բա, ստեղի Հայաստանի այդ հաճույքը չկա էլի։ Ես ես խոհանոցը շոքեց այս խաչապուրից հիմա ես կկտրեմ ձմերուկը
Խաչապուրիները թող մնան սարեն, ես հիմա չեմ ուտում, Սամոն տունը չի, Արմենն էլ կերավ։ Մենք մեր կոֆեն ոնց ասեցի խմենք։ Հետո նոր կանցնենք մնացածին, այս բաժինը ընկելա։ Ով կտրում է, այն էլ ուտում է։ Ինչպես միշտ ասում եմ, որ Արմենի գործը էսի իրա գործն է, բայց ոչինչ, ինքը հոգնած է եւ շոքած է։ Ներելի է, թող հանգստանա, ես կկտրեմ։ Մի քիչ ծուր, մի քիչ բուռ, բայց կկտրեմ։ Շատ սառը չի պատկերացնում եք ձմերուկը։ Գործի տեղն եմ խալաձենիկում դրել, սառնարանում է եղել։ Այնպես չի, որ դուրսն է դրած եղել, բայց մեկ է։ Չի հասցնում, սառնարանն է չի հասցնում։ Մենք ենք հալվում, ուր մնաց ձմերուկը, ուй, սառի։ Վերջ, այսպես, արագ, համով։ Ձմերուկը պատրաստ է, սա գնում է լողանալու։ Կհանդիպենք սուրճից հետո համե խոհանոցը մի քիչ կսորի ժողովուրդ, որտեղ ստե խեղտոց է հիմա հավատացեք, խեղտոց է։ Խաչապուրիներն էլ արդեն ես այդ թղթերը հանեմ։ Ախավ, վենտիլատորը քշեց։ Տակը ցույց չտվեցի, սենց հա։ Նանիկը տունը չի այսօր, ընկերուհու տանն է մնալու, Ալոնան հեսա լիցեյ է գնաց է, լիցեյից կա կուտի, եթե իհարկե դրսում մի բան չուտի ընկերուհու հետ, գնացել են դպրոց, ընդեղից էլ ուղարկել եմ խանութ, որ կակաո առնի, որտեղ կակաո չունեի, իսկ գլազուրի համար ինձ կակաոյ է պետք, այնպես որ հեսա շոքած, հոգնած կգա։ Վերջ ժողորդիմ սուրճը էպավ, սուրճը լսնեմ կհանդիպենք սուրճից հետո։ Ժողորդ, ուրեմն ես սոխարածը արդեն անում եմ, ստե սոխա մի գլուխ ու սխտոր եմ ծորկա արե, շատ ուժեղ սոխարած չեմ անում, արդեն պատրաստ է, նայեք պատրաստել եմ այսենց տոմատի սոկա, այս ես ջրիկոտ, մոտիկից եմ սաղ ցույց տալիս, սենց տոմատ է, որ միշտ առնում եմ Լիդլից, ստեղի ապրողները գիտեն, սովորական տոմատ է, էսի տոմատի մածուկն է, աղա մեզ պետք լինելու, սև, կանաչ սոխ չորացրած, Լիդլից եմ առնում, սա Գերմանիայից եմ առել, սև պղպեղ է պետք գալու, մեկ էլ այսենց կարմիր կծու պղպեղ և իհարկե լոբի, մեկ էլ սամիթ է մեզ պետք գալու, հիմա այս ամեն ինչը մենք խառնում ենք, լցնում ենք այստեղ, սկզբից այս տոմատը, մի քիչ ջրիկություն որ ունենա, եթե չեք ուզում ջրիկ լինի, ապա մի արեք այս տեսակով, արեք մենակ չոր տոմատով, հետո արդեն դուք եք որոշում, ժողովուրդ։ Այսի գնաց, հետո արդեն համեմունքները կանեմ, նոր վերջում լոբին կլցնեմ ու սամիթը, իհարկե սամիթով լոբին շատ լավ է, այս տոմատը, սենց խառնում եմ, լոբիս բավականին շատ է, վախենում եմ սաղ չտեղավորվի, երևի թե հետ կուղարկեմ խոլոդ, ինչևից է, որ ասում է տարբերակ չունենք, լցնում ենք, դեք ես լույսը վառեմ, ավելի լավ ձեզ կերևա, էլի, մի քիչ էլ սենց տոմատ ենք լցնում, այն որ ասում է ինչ տունը ունենք, լցնում ենք լրիվ էտա, այս կծու սոխից, կանաչ սոխից, կծու սոխից, այս ես կողմ, աղ եմ անում իհարկե, հետո ընթացքում էլի կավելացնեմ, եթե պետք լինի, սև պղպեղ, վենտիլատոր եմ միացրել, սաղ փչում տանում եմ, նայեք ինչ արեց ստեղ, առանց վենտիլատոր անհնար է, ու այս կծու կարմիր վիպարից իհարկե մի քիչ, միած ստե ես սրբեմ, որտև վենտիլատորը տվեց սաղ, համեմունքները գնաց այս կոմ են կոմ, ասի եղավ, հիմա, եսի սկսում արդեն
թռնել մի քիչ թուլացնենք, լավ խառնենք, ահա, սխտորը ըստ ճաշակի, սոխը ըստ ճաշակի, համեմունքները ըստ ճաշակի, ես սենց եմ սարքում, ասի ձեզ էլ ցույց տամ արագ, նոր հետո անցնեմ մեղրով տորթը սարքելու, մեղրով տորթը ցույց կտամ սարքելուց հետո, որտեվ ալիքում ունեմ մեղրով տորթ պատրաստած ժողովուրդ, այնպես որ հղումը կդնեմ այս հոլովակի ներքևում, եթե կուզենաք պատրաստեք, շատ հեշտ արագ համով մեղրով տորթը առանց մի գրամ կարագի։ Ահա, всё, էսի պատրաստ է, հետո ընթացքում կնայեմ, եթե պետք եղավ, էլի ինչ որ ջուր բան կավելացնեմ, ջրի կոտ էլի։ Էսի սենց, հիմա սա կանաչ լոբին է, իրականում այս կանաչ լոբից ես էլի էի առել, չգիտեմ ասել եմ ձեզ թե չէ, ուղղակի ուզում եմ նայեմ նոր լցնեմ մեջ, որտեղ ամեն դեպքում լինում է, որ պոչիկներ են թողած լինում, բայց հիմնականում մաքուր խաշած, կիսախաշած, սառացրած երկար լոբիներ են, տեսեք, դրա վրա էլի պոչիկա մնացել, սենց նայելով, չնայած հեսա որ փափկի, իսկում է բավականին տեղ կվերցնի, տեղ կբացվի, ոյ, լոբիս գնաց, ինչ էր ուզում ասի, Անանիկը շատ է սիրում այս լոբին, ինձ որ շատ եմ սարքում, ինքը սիրում է, չնայած այսօր տանը չի, չնայած հիմնականում սենց լոբիով չեմ սարքում, ես եմ առնում լոբին խաշում եմ, բայց քանի որ մեր խանութում ասեցի չկա, այս մեկից պրծանք, սա մի հատ էսի խառնեմ, տենամ ինչքան է տեղ բացվում, սա մի քիչ փափկի, ստեղ ինչ պոչիկա էլի, թե ինձ է թվում, որ պոչիկա, պոչիկ, կարայի կաստրուկայով պրինցիպի անեի, որ ավելի հեշտ լիներ ինձ համար, բայց ոչ լավ, հեսա կերևա թող փափկի մի քիչ լոբին, ու հետո կավելացնենք սամիտ, մի քիչ է լոբի հեսա կանեմ, շատ չեմ անի, որտև վրոսմա տեղ չկա այդքան, սա մի քիչ է լոբի անեմ, մի տուփել ունեմ էլի, մնացեցը ուղարկեմ խոլոտ ժողովուրդ, всё, վրայից էլ, ուй, տեսակ կպա անգատեցի պլիտան, ես էլ պոչիկ, տեսա չի պոչիկները նորմալ չեք հանեն, ինչ մարդ են, ինչ եզում ասեի, սամիտն է կլսնեմ ու всё պատրաստ է, լոբին, սա կրիշկան պայեմ թո մի քիչ էպվի, всё, այսքանը հերիք է, սա կրիշկան պայենք թող մի քիչ փափկի, հետո կխառնեմ, ժողովուրդ, տորթիկը թխեցի, ես վերևի շերտի վրա էլ եմ մեկ կրեմ քսում ու հետո եմ գլազուրը լցնում, ինքը սենց ավելի համով է ստացվում, փորձեք չեք փոշմանի, հիմա թողեցի մի քիչ մնաց, դնեմ խալադելնիկ, վաղը նոր կկտրեմ երևի թե։ Մեզ մոտ ինչ-որ լույսերի անջատում է, արդեն երրորդ անգամ լույսերը անջատին, մի անգամ աշխատանքի տեղն է անջատին միացրին, մի անգամ տունն է անջատին միացրին, նորից էլ անջատին միացրին, մենակ մեզ մոտ չի մի քանի բաներով, քաղաքներով, թաղամասերով, հա, տենց ասեմ, մի խոսքով լավ չի, շոքին չի դիմանում մեր Ֆրանսիան, տենց ժողովուրդ, դե ինչ շատ շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, կոմենտարիաների մասն է, խոսք չկա, դուք ամենալավն եք, ես հոգնած եմ, ժամը 10-ն արդեն, գնամ պարկեմ գնեմ, ձեզ պաչիկ։ Սա հաջորդ օրն է, տորթիկը կտրել եմ, որ գործիքերուս ուղարկեմ, քանի որ հիշում եք, չէ, ինքը ձմերուկը ինձ համար բերեց հասցրեց, այդ հիմա կտրել եմ, դրել եմ одноразовый ապսեի մեջ, իջացնեմ տամ գամ։ Այ հիմա իսկականից հաջող։